Բարև ձեզ հարազատներս, այս տեսահոլովակը յուրահատուկ տեսահոլովակ է, այն բաղկացած է միայն ձեր կոմենտներից, միայն, ու վերջերս տեսահոլովակ եմ տեղադրել, թե որն է կյանքի իմաստը, շատ կարևոր հարց է, ժամանակ առ ժամանակ բոլորս մեզ տալիս ենք, ես այդ հարցը տալիս եմ ինձ, երբ որ տխրում եմ, գիտենք, որ ժամանակ առ ժամանակ տխրում ենք, մեկ լավ է, ամեն ինչ լավ է, ծաղիկը տեսնում ես երջանկանում ես, արևը տեսնում ես երջանկանում ես, մեկ էլ ոչ մի բան չի եղել, դու տխրում ես, ոչ մի բան չի փոխվել, բայց դու այդ օրը ոչ մի բանով չես ուրախանում, ոչ մի բան չես ուզում անել, ներսում փոքրանում ես, այդ պահերին ես միշտ ինձ հարցնում եմ, որն է կյանքի իմաստը, որն է։ Իմ կյանքի իմաստը արդեն պատմել եմ այդ տեսահոլովակում, որ Աստծուն նմանվելն է, Աստծուն մոտենալն է, քանի որ ժամանակավոր է այս կյանքը, որ կարողանանք հետո Աստծո ներկայությամբ կարողանանք ապրել։ Եթե մեզ հիմա տանեն Աստծո ներկայությամբ, կվառվենք այդ իր արևից, լույսից, ճառագայթներից, դրա համար պիտի իրան նմանվենք մի փոքր, սա իմ տեսակետն է, ինչին ես հասել եմ 48 տարեկանի, ուզում եմ կարդամ դու քիչեր եք գրել, գրել եմ, գրի եմ առել, որովհետև շատ հետաքրքիր պատասխաններ կան, ու հետաքրքիր է, մեզ փորձում են բոլորիս համոզել հիմար մի քանի հոգի դրած այս սոցցանցերում, որ հիմար կոմենտներ գրեն, որ հավատանք, որ մեր ազգը հիմար ազգ է, դեբիլներ ենք, չզարգացած եւ այլն, բայց որ կարդաք իմ կոմենտները, տեսահոլովակները, կտեսնեք մեր ազգը ով է, շատ կարևոր է։ Ուրեմն անուններով եմ կարդալու, ներող եղեք, ուրեմն Հասմիկ Հարությունյան, կյանքի իմաստը դատարկ անոթ է, ինչով լցնես, դրանով էլ կլցվի։ Շատ հետաքրքիր պատասխան է, որ իրոք մենք ենք որոշում, այդ մեր ընտրությունն է, մեր կյանքը ինչով կլցնենք, Աստծով ես ուզում ապրես, իմ կյանքի իմաստը, ուրեմն Ադելա Աբրահամյան գրել է, որ կյանքի իմաստը կյանքի տարբեր էտապներում իմ կյանքի իմաստը տարբեր է եղել, նույնն էլ իմը, ուրեմն սկզբնական շրջանում դա կարիերան էր, որ արագ հասնեմ, չգիտեմ ուր էի հասնում, մինչև ինձ քրիստոնեությունը բռնեց ու ասեց ուրիշ տեղ պիտի հասնես, արդեն սկսեցի հոգուս վրա աշխատել, որ վերև հասցնեմ, ու իրոք փոխվեց կյանքի իմաստը փոխվում է, մի խոսքով շատ հետաքրքիր բաներ եք գրում, Հովանես Քալանթարյան, կյանքի իմաստը հենց կյանքն ապրելու, գործելու, ստեղծագործելու, ժառանգություն թողնելու մեջ է, կներեք, Օվսաննա Քալանթարյան գրել է, հետաքրքիր կոմենտարի։ Մեր Նարգև Մել, երևի ածական անուն է, բանի, հավատարի տակ գրված, կյանքը մահից վերցրած մի փոքրիկ արձակուրդ է, որի ամեն վայրկյանը պետք է վայելել։ Սա ինձ համար այնքան կարևոր բան է, որովհետև կյանքի իմաստում երջանկություն պիտի լինի, որովհետև չի կարող պատահի Աստված մեզ գցեր այս աշխարհ ու չլիներ երջանկության ցկտումը չլիներ։ Դրա համար եմ ասում, որ ես երևի այս կյանքի իմաստը լավ չեմ հասկանում, ինչ որ մի բան էլ է պետք ավելացնել։ Արդեն տեսահոլովակներից մեկում պատմել եմ, որ Դմիտրի Բույկով լավ վերլուծաբան է, գրականության վերլուծաբան, որ Լև Տոլստոյի պատերազմ եւ խաղաղություն գիրքը վերլուծելուց ասում եմ, որ գրքի իմաստը նա է, որ ով երջանիկ է, նա էլ ճիշտ է։ Դրա մեջ շատ լուրջ բան կա, այդ երջանկության ձգտելը, բան գուցե դա պիտի լինի ինչ-որ մեր այդ կյանքի իմաստի մեջ պիտի կարողանանք տեղավորենք, հենց որ հասնեմ դրան ձեզ պատմելու։ Իմ գոլեգան է գրել, Նարինե Գալստյան, ինչպես ներարգանդային կյանքում պտղի 9 ամիսների աճի ու զարգացման իմաստն ու վերջնակետը լույս աշխարհ գալն է, ծնունդը, այնպես էլ մեր կյանքի իմաստը մեր հոգևոր աճն ու զարգացումն է հավիտենական կյանքին արժանանալու, Տիրոջ լույսի մեջ ապրելու, կարողանալու համար։ Նույնատիպ կոմենտ գրել է նաև Հարություն Արմենին։ Շատ լավ են գրում։ Սիլվարդ Արաքելյան, կյանքի իմաստն է, որ մարդ իր ապրած տարիներին գոնե մի քիչ օգտակար լինի։ Սամվել Պետրոսյան, կյանքի իմաստը հենց կյանքի իմաստ փնտրելուն է, հենց գտնեք իմաստը կորչելու է։ Շատ կարևոր է, իրոք որ մեկի հարցում են մի իմաստուն մարդու, դա էլ եմ տեսահոլովակներից մեկում ասել, որ հարցում են, ասում են, որն է ճանապարհը երջանկության, ասում է հենց որն է ճանապարհը երջանկություն ձեռք բերելու, ասում է հենց ճանապարհն էլ երջանկություն է։
իրոք մեր այս ամբողջ կյանքը երջանկություն է, ուրեմն ընկերուներիցս մեկը Պալինան իր մասին ռուս ընկերուհիս շատ եմ իր մասին իր ասածները ասում իր բան ու Հայաստանում եմ որ արետես մեր տեսարժան վայրերով զբոսնում ենք, ասում եմ, գիտես չի հաստատ մեզ ինչի համար է ստեղծել, որ մեզ ցույց տա ինչեր է կարողացել ինքը ստեղծել։ Ասում եմ, բարի լավ, հրեշտակներին ցույց կտար, ասում եմ, չէ, հրեշտակները չէին հասկանա, նենց ոնց որ ես կգնատեի չէին հասկանա, ու հետաքրքիր է լի մոտեցում է։ Նմանատիպ Լաուրա Օգանեսյանն է գրել, ասում է, եկել ենք աշխարհ Աստծուն փառաբանելու համար։ Գուցե իրոք պես ստեղծել է Աստված, որ հասկանանք իր ստեղծագործությունները։ Մենք էլ ստեղծագործենք։ Աննա Մովսիսյան կյանքը Աստծո պարգևն է, իմաստը նրանով լցնելն է, ճանաչել, իմաստանալ եւ անդավաճան սիրել։ Մարդիկ կան, որ գրել են կյանքի իմաստ չունի։ Էտապ է կյանքի ու առաջի կոմենտը որ կարդացի, որ ինչով լցնենք, դա էլ իմաստն է։ Փորձեք ինչ-որ մի բանով լցնել։ Մենք ենք իմաստը դնում իրոք սա մեջ ինքան կարևոր բան կա շատ շնորհակալ եմ ձեր կոմենտների համար լուրջ ասենք սրանով պիտի առաջնորդվենք մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ